Այժմ մոտենանք աշխատակիցներին, հասկանանք ինչ են պատրաստվում անել։ Բարև ձեզ։ Ես ուզում եի ասեի, պատրաստում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակը, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակը ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելի, գոնե ամեկ-մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Դուք մեկին այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում ենք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի պարզ կլինի կբացվի թե չէ։ Դա ասենք խոսակցությունների մեջ է։ Հիմա ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտին Երևան-Սևան մարողին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի, միանաք մեզ։ Մենք հիմա այս պահին բարձրանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակ ընկվել է։ Դուք կոնկրետ այս ընկերությունում ինչ գործունեությամբ եք։ Ես սղոցավար եմ։ Ասենք մեծ քարերից աշխատանքը կանգ առել։ Մենք շաբաթ օրը մենք շաբաշարել ենք, գնացել ենք տուն, այն նպատակով երկու շաբթի մեր աշխատանքային շորերը ձեռնից եկել են գործեն, ոստիկանությունը չի թողել, ասել է փակա։ Գնացեք տուն, ձեզ ավելի տեղ կպահեն, բայց 70 հոգուց աշխատող ունենք, ամեն մեկը տան հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հավացել է։ Ու բացի դրանից Հիսուս Քրիստոսի արձանի մշակվող քարը հենց մեր գործարանից է։ Այսինքն Հիսուս Քրիստոսի արձանի այդ աշխատանքներն են կանգ առել կապա։ Եթե այստեղից հումքը չի արտադրել ուղարկվում ընդ, իհարկե կանգնած է։ Աշխարհում մեկ հայտարարակ վիճակ է։ Իրենք հարցնում են Գագիկ Ծառուկյանի հետ, դու Գագիկ Ծառուկյանի հետ նստեն բանակցելու Գագիկ Ծառուկյանը աշխատողների ինչ մեղավոր է։ Այսինքն մարդիկ վարկեր ունեն։ Պետք է հասկանան, որ ընտանիք են պահում, իսկ դա շատ լուրջ բան է, չգնեն աշխատողները հարկադիր, ճիշտ ուղին պետք է լինի, որ աշխատեն աշխատողները։ Այսինքն վտանգներ ունեք հարկադիրի տակ ընկնելու։ Վտանգները չէ, բոլորն էլ աշխատում են ընտանիքում, ամեն ինչ, բոլորը ստեղ բոլորում հարցնեք, ես ասում, բայց բոլորը ճիշտը պետք է աշխատեն, աշխատողը պետք է աշխատի մեքենայի մեջ դրած է։ Ներկա պահին վարկի թղթերը մեքենայի մեջ դրած է, կարան բերեն ցույց տամ, ամսի 15-ին ունեն վճարում, մեկ էլ ամսի 20-ին։ Ընկերության տնօրենին փորձել եք, գոնե ընկերության տնօրենը փորձի քննչական կոմիտեից հասկանալ։ Գործանի տնօրենը պետական մակարդակով ուզում ինչ-որ մի հարցին լուծում տա, մենք այս պահին տնօրենին չենք տեսնում, ինքը անընդհատ Երևան այստեղ այնտեղ։ Տնօրենն է պետական վիճակով Ներկա պահին մենք մի 5 րոպե շարժվում ենք Աբովյանի քննչական կոմիտե։ Առավոտյան ժամը քանիսից էին ձեզ ասել, այստեղ պետք է լինեք, երկու շաբթիները մոտավորապես կստանաք։ Ժամը մեր աշխատանքային սկսվում է ժամը 9-ից։ 9-ից ստեղ ենք։ Մենք ենք որոշել մեր աշխատանքը 9-ին է սկսում, 9-ին պետք է լինենք երկու շաբթի օրը ստեղ, եկել ենք ստեղ։ Եվ ոչ մի պատասխան, դռները կապած։ Դες սպասում ենք։ Սպասում ենք տեսնենք ինչ կլինի, ոչ մի պատասխան։ Մեծ թվով քաղաքացիներ մնացել են անորոշության մեջ
Մենք գտնում ենք, որ